Դրա տակ տեսնում եմ քաղաքական ենթատեքստ միանշանակ։ Հետ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը վստահ է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է հոսանքն էժանացնելու Տաշիր կապիտալի առաջարկը կալանավորված Սամվել Կարապետյանից քաղաքական դափնիները խլելու համար։ Դավիթ Ղազինյանի խոսքով հոսանքի գինն իրենք առաջարկում էին իջեցնել բացառապես Տաշիր կապիտալի եւ Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին։ Հաշվի առնելով իրենց ունակությունները այդպիսի բաներ անելու, բերեն մի վիճակի, ասեն, տեսեք, կառավարիչը եկավ, այսպես արեց, այնպես արեց, լավ աշխատեց, որի պատճառով սակագինը իջավ, մենք պնդում ենք, խնդրում եմ դուք էլ մեզ աջակցեք, պնդում ենք, որպեսզի շատ արագ կատարվի փոփոխությունը եւ սակագնի իջեցում տեղ ունենա։ Օգոստոսի 6-ին են նամակով առաջարկել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էժանացնել հոսանքը, երբ տեսել են, որ բաշխման արդյունքում գրեթե 4 միլիարդ դրամի դրական բալանս է գոյացել, որը փաստացի ընկերության շահույթն է։ ՀԾԿՀ-ն մերժել է հիմնավորելով, թե հաջորդ 6 ամսում բալանսը կարող է փոխվել։ Ղազինյանը հակադարձում է, հավելյալ գումարը պետք է հիմա ուղղել սակագնի իջեցմանը, ձմռանը մեղմելով բնակչության ծախսը։ Հիմա արեք, որպեսզի այս շատ ծախսած հոսանքի համար ավելի քիչ վճարվի, որոշակի չափով զսպվի բեռը։ Իջեցրու սակագինը պարոն Մեսրոպյան Facebook-յան իր էջում այս հորդորով է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին դիմել մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա տեղեկացնում է, որ վաղը մի անգամ էլ են դիմելու հանձնաժողով, պահանջելով հիմա իջեցնել հոսանքի սակագինը։ Դավիթ Ղազինյանը ենթադրում է, որ նորից են մերժում ստանալու անկախ համարվող հանձնաժողովի նախկին ՔՊԱ-ական նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նրա խոսքով ամբողջությամբ իշխանության ազդեցության տակ է։ Որպեսզի Սամվել Կարապետյանը դափնիներ չունենա այդտեղ։ Ղազինյանը կարծում է, որ մանրադիտակի տակ պետք է պահել հեծի գործով հարուցված վարչական վարույթի քննությունը, որ նախատեսված է ՀԾԿՀ-ի նոյեմբերի 18-ի նիստում։ Արդեն տեղեկություններ կան, որ Մեսրոպ Մեսրոպյանը մտադիր է շատ նեղ կազմով նիստն անել։ Ղազինյանը կարծում է, քանի որ հարցը մեծ հնչեղություն ունի, սովորական քաղաքացիներն էլ կարող են մասնակցել այդ նիստին։ Վերջին հաշվով Ղազինյան Դավիթը թալանեց այդ հետ, թե չէ։ Տեսնենք հենց կառավարիչն է ճիշտ ասում, ով է ճիշտ ասում։ 20 օրից կպարզվի հեծի ճակատագիրը։ Դավիթ Ղազինյանն ասում է, ներքին համոզմունք ունի, որ լիցենզիայից զրկելու են հեծին, որովհետև կա քաղաքական պատվեր։ Որոշումը հանձնաժողովի անդամները չեն գրելու, պատրաստի տեքստ է դրվելու անկախ հանձնաժողովի սեղանին։ Կարնե Մանգասարյան, Հայկ Ավանեսյան, Արաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։